Այն պատկամը, որը սրտումս կա հետաքրքիր է, մի քանի օր առաջ մենք խորհրդի թիմով աղոթում էինք, ասեմ, որ ամեն 5 շաբթի առավոտ մենք այս վայրի մեջ ժամը 10-ին եկեղեցու ադմինիստրացիոն խորհրդի թիմով աղոթք ենք անում, ու այդ թիմով երբ որ աղոթում ենք, Սուրբ Հոգին հետաքրքիր պատկամ բերեց սրտիս մեջ, ու այդ պատկամի բառերը նաև այդ պատկամը ինչ որ ձևով թե աղոթքի միջոցով արտահայտված, թե հետո գնացի սկսեցի մտածել այս բառերի վրա, աղոթել այս պատմության վրա ու հետաքրքիր մի պատկամ ծնվեց։ Պատկամը ես վերնագրել եմ արթնություն կամ փոփոխություն բերող հանդիպում։ Մենք ամեն մեկս մեր կյանքի մեջ իրականում ունենք կարիք Հիսուսի հետ հանդիպման, որը կփոխի մեր կյանքերը, որը ոչ միայն մեր կյանքերը կփոխի, այլ մեր միջոցով ուրիշների կյանքերը կփոխի։ Գիտեք, ամեն անգամ աղոթքի ժամանակ ես իրականում փափագում եմ ավելի նոր հանդիպումների։ Շատ անգամ Աստծո շնորհքով ու ողորմությամբ աղոթքի միջոցով ունեցել եմ իրական հանդիպում, գտնվել եմ Աստծո հզոր ներկայության եւ օծության մեջ, բայց ամեն անգամ աղոթելուց նորից ու նորից իմ աղաղակս է. Տեր, ես ուզում եմ մի հանդիպում, որ ավելի կփոխի իմ կյանքը։ Ես ուզում եմ մի հանդիպում, որը ոչ միայն իմ կյանքը կփոխի, այլ իմ շրջապատի կյանքը, ընթացքը, եկեղեցու ընթացքը, այս քաղաքը ու այս երկիրը կփոխի։ Ու ես հավատում եմ մի բանի, որ այս նույն փափագը իրականում կա նաև Հիսուսի մեջ։ Ու ինչու համար եմ համոզված, երբ որ ես սկսեցի հիշել, վերհիշել այս պատմությունը, որը գրված է Հովաննես ավետարան 4-րդ գլխի մեջ, պատմությունը հետևյալն է՝ Հիսուսի հանդիպումը Սամարացի կնոջ հետ։ Ու հետաքրքիր է, Հիսուսին բնութագրելիս մի հրաշալի բան է ասում Աստծո խոսքը, մինչ Հիսուսը հանդիպում կունենար Սամարացի կնոջ հետ, Հովաննես ավետարան 4-րդ գլուխ 6-րդ խոսքը ասում է. այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը, Հիսուսը ճանապարհից հոգնած նստեց այդ աղբյուրի մոտ, 6-րդ ժամն էր։ Մենք տեսնում ենք Հիսուսը Սամարիայում նստեց Հակոբի աղբյուրի մոտ ու ինքը ճանապարհից հոգնած էր։ Գիտեք, այս խոսքը իրականում իսկ քաջալերում է մի բանի մեջ։ Հիսուսը գտնվելով ֆիզիկական մարմնի մեջ ինքը նույնպես հոգնում էր, բայց անգամ իր հոգնած ժամանակ ինքը չէր դադարում մարդկանց կյանքերը փոխելուց։ Ինքը չէր դադարում գործելուց։ Ինքը թեև հոգնած էր, բայց միաժամանակ ինքը սպասում էր մեկին, ով կգա այդ ջրորից ջուր հանելու, որպեսզի ինքը օրհնության խոսքը փոխանցի։ Հիսուսը լինելով Աստված, ինքը ամեն բան գիտեր, վստահ եմ ինքը գիտեր, որ այդ օրը ինքը ունենալու է հանդիպում մի կնոջ հետ, ում միջոցով փոխվելու է մի քաղաքի ճակատագիր, փոխվելու է մի քաղաքի ընթացք։ Թեև ինքը հոգնած էր, բայց ինքը նստել էր այդ ջրորի մոտ։ Ու անկարծ մենք տեսնում ենք պատմության շարունակության մեջ մի կին, որը գնաց այդ ջրորի մոտ օրվա շոգ ժամին ջուր վերցնելու համար։ Հիսուսը սպասում էր իրեն։ Այս համարից ուզում եմ, որպեսզի ամեն մեկս կարողանանք մի կարևոր բան տեսնել, իրականում Հիսուսը սպասում է մեզ։ Իրականում Հիսուսը սպասում է մեզ մեր աղոթքի սենյակների մեջ։ Ու գուցե այս պատմությունը պատմել եմ, այս վկայությունը տվել եմ, բայց մեկ անգամ եւս ուզում եմ տամ շատ տարիներ առաջ, երբ որ դուրս եկա մտա իմ սենյակ աղոթքի համար, հենց մտա սենյակ ու սկսեցի աղոթել։ Դեռ սկսած Աստծո հզոր ներկայությունը սկսեցի զգալ իմ վրա։ Միանգամից այդ փառքը կարծես ինձ էր սպասում ու միանգամից եկավ իմ վրա։ Ես սկսեցի աղոթել, սկսեցի վայելել, հետո ասացի Տեր, դեռ ես անգամ չէի փորձել բառեր օգտագործեի։ Դեռ չէի փորձել անգամ քո անունը տալ։ Քո ներկայությունը միանգամից հոսեց իմ կյանքի մեջ։ Եվ հիշում եմ Սուրբ Հոգին մի հատ միտք բերեց իմ մեջս, որ ես ասում եմ Սուրբ Հոգին խոսեց իմ հետ ասելով. Մինչ քո այստեղ գալը ես սպասում էի քեզ։ Մինչ քո այստեղ գալը ես սպասում էի քեզ։ Գիտեք, այս հայտնությունը իրականում փոխեց իմ մտածելակերպը։ Շատ անգամ մենք փորձում ենք աղոթել, որպեսզի Աստծո ներկայությունը գա, բայց կարևոր է ունենալ հետևյալ գիտակցությունը՝ Հիսուսը ինքը սպասում է մեզ։ Տիրոջ Հոգին սպասում է մեզ մեր աղոթքի սենյակների մեջ, ու այս պատմության մեջ մենք տեսնում ենք Հիսուսը թեև հոգնած էր, բայց ինքը սպասում էր այդ կնոջը, սպասում էր այդ կնոջ հետ իրական հանդիպման, որ իրականում կփոխի իր կյանքը։ Ու շարունակության մեջ մենք տեսնում ենք Սամարացի մի կին եկավ ջուր հանելու, եւ Հիսուսը նրան ասաց. ինձ ջուր տուր խմեմ։ Սամարացի կինը նրան ասաց.
դու որ հրյա ես, ինչպես ես ինձանից Սամարացի կնոջից խմելու ջուր ուզում, որովհետև հրյաները Սամարացիների հետ չեն շփվում։ Իհարկե Հիսուսը Սամարացի կինը այս մասին խոսեց, որովհետև կար պատմություն, այդ ամեն ինչը ուներ պատճառ, իրականում հրյաները Սամարացիների հետ չեն շփվում։ Ինչու համար, որովհետև Սամարացիներին իրանք համարում էին հետանոսների հետ խառնված ժողովուրդ, այսինքն հետանոսների և հրյաների սերունդ, որոնք ըստ հրեական մտածողության պիղծ էին համարվում։ Ու Սամարացի կինը ինքը ճիշտ տեղին հարց տվեց, ինչու համար ես դու ինձանից ջուր ուզում, քանի որ հրյաները Սամարացիների հետ չեն շփվում։ Գիտեք, մեր կյանքի մեջ շատ անգամ խանգարող հանգամանքները Տիրոջ հետ իրական հանդիպումի, իրական հաղորդակցության, այն ավանդություններն են, այն կոմպլեքսներն են, որոնք որ կան մեր կյանքի մեջ։ Այն մտածողությունն է, որի մեջ մենք մեծացել ենք, որը միշտ տեսել ենք, ու մենք մտածում ենք գուցե եւ իրականում այդ ամենը չի լինի, որովհետեւ ես մեղավոր եմ, ես անարժան եմ, ես արժանի չեմ, որ Հիսուսը իմ հետ հանդիպի։ Գիտեք, իրականում մի կարևոր բան, որը Սուրբ Գրքի մեջ Աստծո խոսքը շարունակաբար խոսում է այդ մասին, Աստված մեր կյանքերը ողորմություն է արել, մեզ փրկել է, մեզ համար այրուն է թափել, ոչ թե որ մենք արժանի ենք, այլ դա իր սիրո եւ շնորհքի արտահայտությունն է։ Ոչ թե մեր արժանիքից, այլ իր սիրո եւ շնորհքի արտահայտությունից։ Ու քանի որ մեզ փրկել է իր ողորմությամբ, ինքը արդեն նպատակ ունի մեր հետ իրական հանդիպման։ Բայց շատ անգամ մենք երբ որ կանգնում ենք աղոթքի, Տիրոջ հետ իրական հանդիպում ունենալու կամ մի հատ զգացողություն, որը մեղավորության եւ դատապարտության զգացողությունն է, որը գալիս է մեր կենսակերպից, մեր մտածողությունից ու կարծես թե այդ պատնեշը կանգնում է մեր առաջ։ Ինքը կանգնում է խոսելով մեր հետ եւ ասելով, թե մենք արժանի չենք, թե դեռ ժամանակը չէ, թե դեռ կգա դրա ժամանակը, հիմա չէ, դեռ սրբանալու ես, դեռ հասունանալու ես, դեռ աճելու ես, դու արժանի չես, որ Տերը քո հետ հանդիպում ունենա, բայց իրականության մեջ այդ ամենը սատանայի սուդն է։ Ու այս կոմպլեքսը, այս մտածողությունը մեզ խանգարում է Տիրոջը մոտենալու։ Ու այս կինը ինքը ասաց, դու որ հրյա ես, ինչպես ես խոսում իմ հետ։ Մենք կանգնում ենք աղոթքի եւ մտածում ենք, դե ես մեղավոր մարդ եմ, բնական է, Հիսուսը ինձ դեռ չի օրհնի, դե ես խնդիրներ ունեմ, ես դժվարություններ ունեմ, իրական հանդիպում Հիսուսի հետ, գուցե հովիվը կամ որևէ ծառայող ունենա իրական հանդիպում, բայց ես դեռ մեղավոր եմ։ Գիտեք, այս ամենը թշնամու սուդն է, այս ամենը դատապարտության ոգու կորզնեությունն է, որը մեր եւ Աստծո միջև սկսում է պատշարել։ Իրականության մեջ այո, գուցե մենք մեղավոր ենք, բայց մենք արտարացված ենք Քրիստոսի այրունով։ Գուցե դու մեղք ես գործել, սխալվել ես, բայց դա չի նշանակում, որ Աստված պատրաստ չէ քո հետ ունենալ իրական հանդիպում, ինչու համար, որովհետև իր ներկայության մեջ է, որ մեր կյանքերը փոխվում է։ Իր հետ ունեցած հանդիպման մեջ է, որ մեղքերը, խնդիրները, դժվարությունները, սխալ սովորությունները ուղղակի թողնում են մեզ։ Ու այդ ժամանակ է, որ մեր մտածելակերպը սկսում է լուսավորվել ու մենք կարողանում ենք տեսնել, թեև մեղավոր ենք, բայց նրան ունենք, ով մեղավորների բարեկամն է, ով իր կյանքը դրել է մեզ արտարացնելու համար, ով իր կյանքը դրել է ու անգամ երկրի վրա գտնված ժամանակ, թեև ինքը հոգնած էր, բայց մի կնոջ համար ծրագիր ու նպատակ ուներ։ Եթե որոշակիորեն մենք նայենք այդ կնոջ վիճակին, այդ կինը իրականում մեղավոր կին էր։ Ինքը սխալ անաստվածային կյանքով ապրող ազնվորություն էր։ Ինքը ունեցել էր 5 ամուսին ու անգամ 6-րդը այդ որ ապրում էր, իրենը չէր։ Այսինքն ինքը ապրում էր մեղավոր կյանքով, ինքը ապրում էր մեղքի մեջ։ Ու անգամ օրվա շոգ ժամին ինքը եկել էր դեպի ջրոր, որովհետև ամաչում էր մարդկանց երևալուց իր մեղքի պատճառով։ Բայց Հիսուսը թեև հոգնած էր, բայց իր համար եւ իր միջոցով ծրագիր ուներ։ Գիտեք, սա իրականում խոսում է մեր մտածողության հետ, որ կարևոր չէ, թե դու որքան ես մտածում, որ դու մեղավոր ես։ Կարևոր չէ, թե դու որքան ես մտածում, որ դու անարժան ես։ Կարևոր է, որ նա սիրում է քեզ եւ դու աղաղակում ես իրեն։ Կարևոր է, որ նա սպասում է քեզ քո աղոթքի սենյակի մեջ, քո կյանքը փոխելու համար։ Իրականության մեջ մենք պատմությունը չի վկայում այն մասին, թե այս կնոջ կյանքի մեջ հետագայում ինչ տեղի ունեցավ։
բայց ես հավատում եմ մի բանի, հնարավոր չէ ունենալ հանդիպում Հիսուսի հետ ու չփոխվել։ Հնարավոր չէ ունենալ հանդիպում Հիսուսի հետ ու չնորոգվել։ Հնարավոր չէ ունենալ իր հետ հանդիպում ու չապաշխարել են դառնությունից, են մեղքից, են սխալից, որի մեջ մարդը գտնվում է։ Բայց կարևոր է, որպես մենք ունենանք հանդիպումը այդ ազատագրությունը ունենալու համար։ Շատ անգամ մենք ուզում ենք ազատագրվել առանց Հիսուսի։ Գիտեք, այս օրինակների մեջ մի կարևոր բան, որը մենք բացահայտում ենք, հետևյալն է. առանց նրա այդ հանդիպման դու չես կարող մեղքին հաղթել։ Դու չես կարող դատապարտությանը հաղթել։ Առանց նրա այդ հանդիպման դու չես կարող լինել ազատ այն պատնեշներից, որոնք կանգնում են քո եւ Աստծո միջև։ Առանց նրա այդ հանդիպման քո կյանքը չի փոխվի, քո ընտանիքը չի փոխվի եւ քո շրջապատը չի փոխվի, բայց նրա հետ ունենալ հանդիպում նշանակում է ամեն բան կփոխվի քո կյանքի մեջ։ Գիտեք, ուզում եմ նորից ու նորից մեր ամեն մեկի կյանքի մեջ բարձրացնեմ այն զգացողությունը, որ մենք փափագենք նրա հետ ավելի իրական հանդիպման։ Այո, դու կարող ես ունենալ ամեն օր հանդիպում նրա հետ քո աղոթքի միջոցով։ Այո, մենք ունենք արտոնություն ամեն օր կանգնելու իր իրական ներկայության մեջ ու ամեն անգամ վերցնելու մեր փոփոխությունը, մեր օրհնությունը, որը Տերը ունի իր յուրաքանչյուր զավակի համար։ Ու իրականության մեջ, երբ որ մենք հասնենք մի կետի, որի մեջ ասենք, իմ եւ Աստծո հարաբերության մեջ ոչ մի խոչընդոտ չկա։ Այո, կան սխալներ, կան խնդիրներ, կա դատապարտություն, կա մեղավորության զգացողություն, կա անբավարար վիճակ, կա գուցե քիչ պատասխանատվություն, բայց միևնույն է, իմ Աստվածը սպասում է ինձ աղոթքի սենյակի մեջ։ Իմ Աստվածը սպասում է իմ հետ ունենալ իրական հանդիպման։ Ու այսօր ես ուզում եմ հատուկ կերպով խոսեմ հատկապես մեղավորության զգացողության եւ դատապարտության դեմ։ Գիտեք, մեղավորության զգացողությունն ու դատապարտությունը անընդհատ քեզանից տանում է զորություն, քեզանից տանում է քո մարմնի մեջ եղած էներգիան, դու մեղավոր ես, դու սխալ ես, դու ունես խնդիրներ։ Գիտեք, այո, սխալ ես, ունես խնդիրներ, ունես մեղքեր, այդ ամենի համար կանգնի Տիրոջ առաջ, բայց այլևս թույլ մի տուր, որպեսզի որևէ մեկը կամ որևէ միտք շարունակի քեզ դատապարտել։ Ինչու համար, որովհետև Հռոմեացիների 8-րդ գլուխ առաջի խոսքը ասում է հետևյալը. դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ լինողների համար։ Ու սա հիանալի համար է, ու մենք նրա մեջ ենք, մենք վերստին ծնված ենք, մենք Աստծո զավակներ ենք, ուրեմն չկա այլևս դատապարտություն, ու մենք առաջ ենք շարժվելու Տիրոջ գործի մեջ։ Ու հետաքրքիր է, մենք տեսնում ենք Հիսուսի պատասխանը, երբ որ այդ կինը այդ դիշկը բռնեց, թե ես սամարացի եմ, դու հրեա ես, բայց դու հաղորդակցում ես իմ հետ։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. եթե իմանայիր Աստծո պարգևը, թե ով է նա, որ քեզ հետ խոսում է։ Աստծո պարգևը ինքը շնորհք է։ Պարգևը ինքը շնորհք է, որին մենք արժանի չենք, բայց Աստված տալիս է։ Ու Հիսուսը ասում է, եթե իմանայիր Աստծո պարգևը, իմ քո հետ խոսելու պատճառը Աստծո շնորհն ու Աստծո պարգևն է։ Մեր ու Աստծո միջև եղած հարաբերության պատճառը Աստծո շնորհն ու Աստծո պարգևն է, ոչ թե մեր գործերը, ոչ թե որ ով ենք մենք, ոչ թե որ հաղթել ենք ինչ-որ մեղքի, ինչ-որ մեղքերի էլ դեռ չենք հաղթել, Աստծո հետ մեր ունեցած հարաբերության հիմքում Աստծո շնորհն է, Աստծո ողորմությունն է եւ Աստծո սերն է։ Ու գիտեք, սա իրականում մեր մեջ դառնալու է կենսակերպ, ոչ թե մեր ով լինելը, այլ նրա ով լինելը։ Ես Աստծո հետ ունենում եմ իրական հանդիպում, որովհետեւ նա շնորհառատ Աստված է։ Ոչ թե որ ես լավն եմ, ոչ թե որ դու լավն ես, ոչ թե որ մեր կյանքի մեջ ամեն բան իր տեղում է, ոչ թե որ մենք կադայալներ ենք, մենք չենք սխալվում, մեղքեր չենք գործում, ոչ որպես մարդիկ այդ ամենը կա, բայց իմ եւ Աստծո հարաբերության հիմքում ընկած է Աստծո պարգևը։ Ու Հիսուսը հատուկ շեշտադրությամբ ասում է. եթե իմանայր, թե ով է քո հետ խոսող եւ Աստծո պարգևը, եթե իմանայր այդ շնորհառատությունը Աստծո մեջ, այդ մեծությունը Աստծո մեջ, եթե իմանայր, որ այո, Հիսուսը թեև հոգնած է, բայց ինքը քո համար նպատակ ունի, այդ ժամանակ դու իրանից կակնկալեիր։ Սիրելի եկեղեցի, մենք գիտենք ու ավելի իմանալու ենք։
Մենք գիտենք Աստծո պարգևը մեր համար եւ Աստծո պարգևը իրականում մեծ է մեր ամեն մեկի համար։ Աստծո պարգևը սերն է, ողորմությունն է, օրհնությունն է, ու այս օրինակի համաձայն ուզում եմ քեզ հետեւյալը ասեմ, Աստծո պարգևը քո միջոցով հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց հասնելն է։ Աստծո պարգևը քո միջոցով մի տարածքի մեջ, մի գյուղի մեջ, մի քաղաքի մեջ արթնություն բերելն է։ Աստծո պարգևը քո միջոցով իրավիճակ փոխելն ու պատմություն կերտելն է։ Սա է Աստծո պարգևը։ Մենք շատ անգամ, երբ որ խոսում ենք պարգևի մասին, մենք մտածում ենք փոքր բաների մասին։ Մի պատմություն կա, որ ուզում եմ մտքումս ձևակերպեմ եւ ձեզ ասեմ։ Պատմությունը հետեւյալն է։ Մի ազնվորություն, մի հարուստ, մեծահարուստ ազնվորություն, թագավոր ազնվորություն կանչում է իր ծառաներին եւ ասում է. ով կա մեր թագավորության մեջ, որ հավատարիմ է, ես ուզում եմ իրան պարգևադրել։ Մեկին բերում են իր ծառաներից կամ իր թագավորության մեջ գտնվողներից ու ասում են ինքը հավատարիմ է, ինքը նվիրված է, իրան պարգևադրիր։ Այս թագավորը ինքը շատ թանկարժեք քար է վերցնում այս ազնվորությանը նվիրելու համար։ Երբ որ այս ծառան, այս աղքատ մեկը, թեև հավատարիմ, վերցնում է այս թանկարժեք քարը, ասում է. Տեր թագավոր, այս քարը շատ մեծ է իմ համար։ Սա շատ մեծ պարգև է իմ համար։ Բայց թագավորի պատասխանը շատ հիանալի է։ Այո, քո համար դա շատ մեծ պարգև է, բայց ինպես թագավորի համար դա ուղղակի պարգև է։ Գիտեք, սա հրաշալի է։ Մենք մտածում ենք Աստծո շնորհը իմ կյանքի մեջ բդուղ է բերելու, ես լինելու եմ արթնության միջոց։ Մենք մտածում ենք Աստված կարող է իմ միջոցով հրաշքներ, զորություններ գործի։ Մենք մտածում ենք միթե հնարավոր է ես աղոթեմ ու Աստված ակնթարթորեն պատասխան տա։ Մենք մտածում ենք միթե հնարավոր է Աստված իմ միջոցով քաղաքի մեջ, գյուղի մեջ, տարածքի մեջ արթնություն բերի։ Մենք նման ենք այդ ազնվորության, որ ասում ենք. Տեր, այս գործը, այս պարգևը շատ մեծ պարգև է իմ համար, բայց մեր թագավոր Աստծո համար, մեր փրկչի համար, դա ուղղակի պարգև է, նպատակ է, որ ինքը ունի իր յուրաքանչյուր զավակի միջոցով անելու եւ գործելու այս երկրի վրա։ Գիտեք, անգամ ձեր մարմնների բժշկության համար այդ կերպ մտածեք։ Այն ինչը ձեր համար դժվար է ու դուք մտածում եք, դե երևի ես արժան չեմ, այսքան աղոթում եմ, ոչ մի բան չի կատարվում։ Գիտեք, եթե այս միտքը կա քո գլխի մեջ, դա խոչընդոտ է, որ դու բժշկվես, որովհետև դու հիմքը, քո բժշկության հիմքը, քո կարիքի բավարարման հիմքը դնում ես ոչ թե Աստծո շնորհքի վրա, այլ դնում ես քո ով լինելու վրա։ Մենք երբեք կատարյալներ չենք լինելու, մենք ինքն իրենով սուրբեր եւ արտարներ չենք, բայց մեզ արտարացնողը Հիսուսն է։ Մենք երբեք չենք կարող մեր գործերով եւ մեր ով լինելով բավարարել այն չափանիշը, որը Հիսուսը ուղղակի խաչի վրա մեր համար բավարարեց։ Ու մեր աղոթքի պատասխանի հիմքը ոչ թե մեր ով լինելն է, այլ նրա ով լինելն է։ Ու այդ պատճառով Հիսուսը ասում է, եթե իմանայիր Աստծո պարգևը, դու ինձանից խմելու ջուր կուզեիր, եւ նա քեզ կենտանի ջուր կտար։ Եթե իմանայինք Աստծո պարգևը, մենք նրանից ջուր կուզեինք։ Գիտեք, շատ անգամ, երբ որ ես կանգնում եմ աղոթքի, կներեք, սկսում եմ մեծ բաներ խնդրել Աստծուց։ Ոչ թե որ ես արժանի եմ, այլ նա ամենակարող է։ Նա ամենակարող է։ Ինչու համար չխնդրեմ ավելի մեծ բաներ։ Ու շատ անգամ դուք գիտեք, այս օրինակը մի անգամ էլ հիշեցնեմ, կար ժամանակ աղոթում էի ինքս իմ համար, հետո սկսեցի աղոթել ընտանիքիս համար, հետո արդեն հովվական ծառայության մեջ էի, սկսեցի աղոթել եկեղեցու համար, հետո սկսեցի աղոթել քաղաքի համար, հետո սկսեցի աղոթել Հայաստանի համար, հետո սկսեցի աղոթել ողջ հայ ազգի համար։ Իմ մտածելակերպը փոխվեց։ Ու մեկ ասում էի Տեր Աստված, հիմա որ կանգնում եմ քո առաջ ու ասում եմ այս ազգը օրհնի, դու գուցե մտածում ես այդ 10 միլիոն ժողովրդին առավ եկավ ու գսե օրհնի բոլորին։ Այո, այդ 10 միլիոն ժողովրդին այս ազգը Հիսուսի անով թող օրհնված լինի։ 100 հոգու օրհնող Աստվածը կարող է օրհնել 100,000 հոգու։ 100,000 հոգու օրհնող Աստվածը կարող է օրհնել 10 միլիոն հոգու։ Կարող է թե չէ։ Ալելույա, փառք մեր Աստծուն։
Փառք մեր Աստծուն ու այդ պատճառով կարևոր է, որպեսզի երբ որ մենք գիտենք ինքը ով է, մենք խնդրենք իրանից ավելին։ Մենք խնդրենք իրանից ավելին։ Գիտեք, շատ անգամ իմ աղոթքիս մեջ զգացել եմ հաճախակի, այն ինչը ես իրանից խնդրում եմ շատ փոքր բան է։ Երբ որ տեսել եմ շատ փոքր բան է, ու դա Աստծո կամքն է, որ լինի, ուղղակի տեղի է ունեցել։ Ուզում եմ, որպես այս կեր մտածեք։ Աստծո համար ձեզ օրհնելը, ձեզ զավակ պարգևելը, ձեր կյանքը, ձեր ապագան դասավորելը, ձեր ընտանիքի ապաշխարություն բերելը, իրավիճակ փոխելը ձեր կյանքի մեջ ակնթարթային բան է, որ լինելու է Հիսուսի անունով, որ լինելու է Հիսուսի անունով։ 13-րդ համարի մեջ մենք հետևյալն ենք կարդում։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան պիտի չծարավի։ Սրա մեջ ես մի կարևոր բան եմ տեսնում։ Սամարացի կինը ուներ կարիք իր ուղղությունը փոխելու։ Մինչև Հիսուսի հետ հանդիպումը ինքը խմում էր այն ջրից, որը խմելուց հետո ծարավում էր։ Գիտեք, իրականության մեջ ամեն անգամ Հիսուսի հետ իրական հանդիպում ունենալուց հետո ինչ որ բան կա, որ մեր կյանքի մեջ փոխվելու է։ Ինչ որ բան կա, որ մեր կյանքերի մեջ մենք հասկանալու ենք, ինչ որ մի հատ ուղղություն, ինչ որ մի հատ նպատակ, ինչ որ մի հատ կենսակերպ փոխվելու է մեր մեջ։ Ու Հիսուսի այս խոսքերը փաստում է հետևյալը, այն ջուրը, որը դու խմում ես, նորից կծարավես, բայց այն ջուրը, որ ես եմ քեզ տալու, հավիտենական կյանքի համար է բխելու։ Այն ջուրը, որը ես եմ քեզ տալու, քո փորից կյանքի ջրի աղբյուրներ կլինի եւ կբխի ուրիշների համար։ Գիտեք, սրա մեջ նաեւ մի կարևոր բան եմ տեսնում։ Մի կին, ով մտածում էր միայն իր համար, ու գուցե նաեւ իր չեղած, կամեղած ամուսնու համար։ Գուցե նաեւ ուներ երեխաներ, չգիտենք, գրված չէ, ու ինքը մտածում էր միայն իրանց համար այդ ջուրը տանելու առումով։ Բայց Հիսուս ասում է, այն ջուրը, որ ես քեզ կդամ, ինքը հավիտենական կյանքի համար բխելու է ուրիշների համար։ Ինքը հավիտենական կյանքի համար բխելու է շատերի ծարավը հագեցնելու համար։ Աստծո նպատակը ոչ միայն մեր կարիքները բավարարելն է ու մեզ ինքնաբավ մեկը դարձնելն է, Աստծո նպատակը մեր միջոցով իր փառքի հեղումն է։ Քանիստ եք ուզում լինել այդ անոթը։ Քանիստ եք ուզում լինել անոթ, որը ոչ միայն իր ծարավը կհագեցնի, այլ կհագեցնի նաև ուրիշների ծարավը։ Գիտեք, Աստված հենց ամեն մեկից կանչել է այս գործի համար։ Աստված կանչել է այս նպատակի համար։ Ու մենք գիտենք, եթե մենք վերցնենք, նայենք ինչ է ջուրը, ինչու համար Հիսուսը այս ջրի օրինակով է խոսում, կենդանի ջուրը ինքը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին ու իր ավետարանը։ Կենդանի ջուրը ներկայացնում է այն կյանքը, այն օրհնությունը, այն հոգևոր ընթացքը, որի միջոցով մենք կարող ենք աճել եւ առաջ շարժվել, ու Հիսուս ասում է, ով որ ինձ հավատա, իր փորից այդ կենդանի ջրի աղբյուրները կբխեն։ Ով որ ինձ հավատա, ոչ միայն ինքը կարթնանա, այլ արթնությունը կգնա իրանից։ Ով որ ինձ հավատա եւ իմ հետ ունենա իրական հանդիպում, ոչ միայն ինքը կկագնի, այլ իր միջոցով ուրիշները նույնպես կկագնեն փրկության համար, նույնպես կկագնեն առաջընթացի համար։ Ու այս կինը երբ որ լսեց, գիտեք, ինքը մի հատ անկեղծ աղաղակ բարձրացրեց։ Այլևս չկար այն զգացողությունը, որ ինքը մեղավոր է, որ հրեաները չեն շփվում սամարացիների հետ, որ ինքը կին է, այդ ամենը ինքը ուղղակի կողքի դրեց, երբ որ լսեց կյանքի ջրի մասին, ու ինքը մի հատ աղաղակ բարձրացրեց, որը գրված է 15-րդ խոսքի մեջ, եւ կինը նրան ասաց. Տեր, տուր ինձ այդ ջրից, որ չծարավեմ եւ չկամ այստեղ ջուր հանելու համար։ Տեր, տուր ինձ այդ ջրից, որն է այսօր քո աղաղակը։ Ինչ է սա աղաղակում Տիրոջը, երբ որ կանգնում ես աղոթքի մեջ։ Մենք իրականում ունենք կարիք աղաղակելու, Տեր, ես այդ ջրի կարիքը ունեմ։ Ու ամեն անգամ, երբ որ դու խնդրում ես Սուրբ Հոգու լեցունություն, ամեն անգամ, երբ որ դու աղաղակում ես իր փառքի մեջ ապրելու համար, հենց դու նույն բանի համար ես աղաղակում ասելով. Տեր, ավելացրա այդ ջուրը իմ կյանքի մեջ։ Տեր, ավելացրա լեցունությունը իմ կյանքի մեջ։ Բայց գիտեք, կարևոր է, որպես մենք անկեղծ աղաղակ ունենանք, անկեղծ աղաղակ ունենանք արթնության համար, անկեղծ աղաղակ ունենանք լեցունության համար, անկեղծ աղաղակ ունենանք նրա հետ ել ու ել ավելի իրական հանդիպում ունենալու համար։
Գիտեք, մի բան, որը իմ կյանքի մեջ, երբ որ ես բացահայտում արեցի կամ Տերը օգնեց, որպեսզի բացահայտում անեմ, իմ կյանքի մեջ շատ օգուտ տվեց այդ։ Գիտեք, դա որն էր։ Գուցե զարմանաք, շատ պարզ մի հատ բան, անկեղծություն Աստծո առաջ։ Անկեղծություն Աստծո եւ մարդկանց առաջ։ Բաց լինել Աստծո առաջ։ Ու ինչ ձևի սկսվեց իմ մոտ, կար ժամանակ, երբ որ նոր էի ապաշխարել, սխալներ էի թույլ տալիս, գալիս էի Աստծո մոտ եւ ներողություն էի խնդրում։ Բայց գիտեք, հետո ինքս ինձ արտարացնում էի։ Ասում էի, թե Տեր Աստված, դու տեսար, այս սուդը, որ խոսեցի, եթե չխոսեի չէր լինի, եթե չխոսեի մարդիկ սպես կհասկնային, Տեր Աստված, դու տեսար, ես բարգացա, ախրամ այնպեսի մի իրավիճակ էր, որ չէի կարող բարգանալ, ու Աստծուն համ խոստովանվում էի ասելով Տեր ներիր ինձ, ձեր հետ եղել է նման բաներ, թե մենակ իմ հետ է եղել, չէ լուրջ եղել է ձեռքեր, Տեր շնորհակալ եմ, ոչ թե որ եղել է, որ մենակ չեմ այդ բանի մեջ, հետո ես հիշում եմ Սուրբ Հոգին մի անգամ խոսեց հետս ասելով, ավել լավ է ուղղակի մեղ կդասես, եթե սուտ ես խոսած է, ասա սուտ եմ խոսած է, եթե բարգացել ես, ասա բարգացել եմ, մի ինքդ քեզ արտարացրա, գիտեք սա մի հատ կարևոր հիմք դրեց իմ կյանքի մեջ, շատ կարևոր է Աստծո առաջ անկեղծ լինել թեկուզ մեղավոր, բայց անկեղծ մեղավոր, լինել սխալ, բայց անկեղծ սխալ, որովհետև շատ անգամ մենք մտածում ենք, երբ որ մենք ինքներս մեզ արտարացնում ենք, Աստվածը երկնքից նայում է ասում է, հա, գիտես, ես է տեսա, դու չէիր կարող չբարգանայիր, ոչ, Աստված երկնքից նայում է ասում է, երբ է անկեղծությանը տեղ տալու իր կյանքի մեջ, երբ է ուղիղ կանգնելու եւ ասելու այո Տեր, ես սխալ էի, պատասխանատվություն վերցնելու իր սխալի համար, իր մեղքի համար եւ անկեղծորեն խոստովանվելու, ու գիտես, այս անկեղծությունը իմ համար դարձավ միջոց ավելի Տիրոջը մոտենալու, ուղղակի նրա առաջ եղեք անկեղծ, անգամ այն ինչը մտածում եք, գուցե երևակայություն է, գուցե ինչ որտեղ սահմաններից դուրս է, ուղղակի ասեք նրան, եթե չասեք էլ ինքը գիտի մեր մտքերը, անգամ եղել է աղոթք, որ ես արել եմ, հիշում եմ, արել եմ, ես էլ եմ ծիծաղել այդ աղոթքի վրա, Տեր հա լավ է լինելու, Տեր հա բայց լուրջ սպես է լինելու, արել եմ այդ աղոթքը, հետո ասել եմ Տեր Աստված, կարծես թե ես աղոթքի մեջ ես ինքս ինձ եմ համոզում, որ հենց սպես է լինելու է, քանի որ այդ է Աստծո կամքը, բայց անկեղծությունը հետևյալն է, Տեր ես մեղավոր եմ, բայց քո կարիքը ունեմ, Տեր գուցե ես շատ սխալներ ունեմ, բայց ես քո կարիքը ունեմ, առանց քո ներկայության ես չեմ էլ կարող այդ սխալներից դուրս գալ, առանց քո ներկայության ես չեմ էլ կարող փոխվել, առանց քո ներկայության քո հետ ունեցած իրական հանդիպման ես չեմ էլ կարող առաջ գնալ հաղթանակների համար, ու ես կինը ուղղակի անկեղծ աղաղակեց ինքը այլևս չնայեց ինքը ով է, ինչ կյանքով է ապրում ինքը, այդ ամենը կողքի դրեց, իհարկե թեև Հիսուսը հետո իր հետ խոսում է այդ ամենի մասին, ցույց տալով, որ ինքը մարգարե է, ինքը Մեսիա է, բայց Հիսուսը երբեք չի կենտրոնանում իր մեղքի վրա, ուղղակի անգամ մինչև իրան բացահայտել է իր համար ասում է, եթե իմանայիր ով է քո հետ խոսողը, դու իրանից կյանքի ջուր կուզեիր, անգամ դեռ չի է խոսել իր մեղքերից ապաշխարության մասին, բայց արդեն իսկ կոչ է անում այդ կյանքի ջուրը փափագելու համար, գիտեք մենք բոլորս հաճախակի կանգնում ենք ընտրության առաջ, այո մենք բոլորս հաճախակի կանգնում ենք ընտրության առաջ, ու այն ընտրությունը, որը ես շատ հաճախ տեսնում եմ, որ ես կանգնում եմ հետևյալն է, շարունակել ապրել այն քինու, այն լեցունության ազդեցության ներքո, որը նոր էր, 1 տարի առաջ կամ 1 ամիս առաջ, թե այսօր փնտրել մի նոր հանդիպում Տիրոջ հետ, թե այսօր փնտրել մի նոր արթնության կրակ, որովհետև մենք շատ ու շատ անգամ հագված ենք, այն ինչը տեղի ունեցավ 1 տարի առաջ, այն ինչը տեղի ունեցավ 1 ամիս առաջ, Տեր շնորհակալ եմ, այդ ամենը շատ լավ է, ու դու կանգնած ես ընտրության առաջ, շարունակել մնալ 1 ամիս առաջ տեղի ունեցածի ազդեցության ներքո, թե նորից քայլ անել ավելի զորավոր հանդիպման մեջ, թե նորից քայլ անել ավելի իրական արթնության մեջ, թե նորից քայլ անել ավելի իրան մոտենալու, ու գիտեք սա մեր ընտրությունն է, որ մենք ամեն օր ընտրություն ենք կատարելու, ամեն օր ընտրելու ենք նրան ավելի ճանաչելը, ամեն օր ընտրելու ենք նրան ավելի մոտենալը, ամեն օր ընտրելու ենք մի նոր ընթացք, մի նոր ճանապարհ, մի նոր արթնություն, մի նոր լեցունություն, ամեն օր ընտրելու ենք կյանքի ջրի աղբյուրից ուղղակի խմել,
խմել ու հագենալ, վաղը նորից խմել ու հագենալ, վաղը նորից փնտրել ու հագենալ, ու սա մեր ընտրությունն է։ Սիրելի եկեղեցի, ուզում եմ քաջալերեմ ամեն մեկիդ, որպես այս ընտրությունը կատարելով ամեն օր փնտրեք նրա երեսը։ Մեր սիրտը իրականում Աստծո կամքը հետևյալն է, որ մեր սիրտը պետք է վառված լինի Աստծո հետ մտերմության փափագից։ Մեր սիրտը պետք է վառված լինի Աստծո հետ մտերմության փափագից։ Անկամ անկեղծությունը, երբ որ դու ասում ես, Տեր, երեք ավելի խանդավառ էի, այսօր այդ կանել չէ։ Գիտեք, շատ հաճախ ես ասում եմ Տիրոջը, Տեր, 1 ամիս առաջ ավելի խանդավառ էի, այսօր ուզում եմ նույնը ունենալ ու ավելին ունենալ։ Երեք ավելի ոգևորված էի, այսօր ուզում եմ նույնը ունենալ։ Իրականում մեր ամեն մեկի կարիքն է, որպես մեր սրտերը վառվին նրա ծառայելու, նրա այդ մտերմությամբ, ոգևորությամբ, ու մենք անդադար աղոթքի միջոցով փնտրենք այն նորը, որ Աստված ունի մեր համար։ Ամեն անգամվա հանդիպումը մի նոր բան է փոխում մեր կյանքերի մեջ։ Ամեն անգամվա հանդիպումը նրա հետ մեր կյանքի մեջ կերտում է այն պատկերը, որը Հիսուսը կրում էր երկրի վրա, որպես օրինակ մեր ամեն մեկի համար։ Ուզում եմ հարցնեմ, քանիստ եք երբևէ աղոթել Տիրոջը, որ Տեր, ես ուզում եմ քայլել այնպես, ինչպես դու ես քայլել երկրի վրա։ Փառք Աստծո այն մարդկանց համար, ովքեր աղոթում են ու շարունակում են աղոթել։ Գիտեք, մենք այս աղոթքը անելով ու ամեն օր իր այդ իրական հանդիպում ունենալով հանդերձ, իրականում նրա պատկերը կերտվում է մեր կյանքի մեջ։ Ու հանկարծ այս զրույցի ընթացքում չեմ ուզում այլևս շատ կանգնեմ, մի երկու խոսք էլ կանգնարկեմ, կինը նրան ասաց, կինը խոսեց հոգևոր բան եւ նրան ասաց, գիտեմ, որ գալու է Մեսիան, որ Քրիստոս է կոչվում, եւ նա կա մեզ համար ինչ կպատահի, մեզ ամեն ինչ կպատմի։ Գիտես, այս կնոջ ներսում թեև ինքը մեղքի մեջ էր ապրում, բայց կար Մեսիայի գալու գիտակցումը։ Ինքը ասում էր, գիտեմ, որ Մեսիան գալու է, գիտեմ, որ ինչ որ բան է փոփոխություն ունենալու, ինչ որ բան է կատարվելու։ Ուզում եմ հարցնեմ, դու գիտես, որ արթնություն է լինելու։ Դու գիտես, որ նոր ընթացքի մեջ ենք ավելի գնալու։ Դու գիտես, որ ամեն օր մեր համար նոր է լինելու։ Ավելի Տերը օրհնելու ես եկեղեցին ու ես երկիրը, ու Տերը օրհնելու է ընդհանրապես Քրիստոսի եկեղեցին այս երկրի վրա։ Ու կինը ասաց, գիտեմ, որ այդ ամենը տեղի է ունենալու, ու Հիսուսը նրան ասաց, ես եմ քեզ հետ խոսողը։ Հիսուսը ներկայացրեց իրան որպես Մեսիա։ Այս կինը մինչև այդ պահին զարմացած էր, բայց չգիտեր, որ ինքը խոսում էր Մեսիայի հետ, չգիտեր, որ ինքը խոսում է մեկի հետ, ով իրա սպասած, իր ակնկալած Մեսիան է։ Ու գիտեք, այս ընթացքում ինքը այդ հավիտենական կյանքի ջուրը վերցրեց իր կյանքի մեջ, ու 28-րդ համար ասում է, կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց, եկեք ու տեսեք մի մարդու, ով ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ, արդյոք նա է Քրիստոսը։ Եվ ելան քաղաքից ու նրա մոտ եկան։ Կինը, ով ամաչում էր եւ ցերեկն էր գալիս ջուր հանելու, որպես իրան շատ մարդիկ չտեսնեին ու ասեն այս մեղավոր կինն է, հանկարծ ինքը գնաց մտավ քաղաք եւ սկսեց մարդկանց ասել, ես տեսել եմ մեկին, ով ասում է, որ Մեսիան է, արեք ու տեսեք, արդյոք նա է Մեսիան, գուցե ինքը թագում էր դռները, գուցե ինքը կանչում էր մարդկանց, աղաղակում էր ասելով, եկեք ու տեսեք այս մեկին։ Ինչու համար, որովհետև իր կյանքի ջրերի ընթացքը, իր կյանքի ջրերը փոխվել էին։ Ինքը Հիսուսի հետ հանդիպում ունենալուց արդեն իսկ վերցրել էր այդ կյանքի ջուրը, որով ինքը վկայում էր մարդկանց, որ արեք ու տեսեք, որ սա է Մեսիան։ Արեք ու տեսեք մեկին, ով պատմեց ինձ իմ կյանքը, արեք եւ տեսեք մեկին, ով խոսում է իրական երկրպագության մասին, ոչ թե երկրպագության մասին, որը մենք գիտենք, այլ իրական երկրպագության մասին, որը հոգով ու ճշմարտությունով է։ Ու այս կնոջ կյանքը փոխվեց, որովհետև ինքը հանդիպում ունեցավ Հիսուսի հետ։ Գիտեք, մեր կյանքը փոխվում է ամեն անգամ, երբ որ մենք լսում ենք Տիրոջ խոսքը։ Ես գուցե այս մասին եմ ձեզ ասեմ, բայց նորից իմ հոգևոր մանկությունիցս մի հատ օրինակ բերեմ, երբ որ նորը ապաշխարի առաջի 3 տարին կարելի ասել այդ նույն բանը տեղի էր ունենում իմ հետ։ Աստծո խոսքը խոսողները, եղբայրները բարձրանում էին քարոզելու։ Ես նստած իմ տեղս, իրանք ինչ ասում էին, ասում էի, Տեր, ես դա ուզում եմ, Տեր, ես այդ կյանքը ուզում եմ, Տեր, ես ուզում եմ այդպես ապրել, Տեր, ես խոսքը թող իմ կյանքի մեջ բդուղ տա։ Իրանք խոսում էին, ես աղոթում էի։ Հետո մտածում էի, կարող է սխալ է, բայց ուզում էի աղոթեի, լավ բաներ էին ասում։ Գիտեք, հասկացա մի բան,
Լսելով Տիրոջ խոսքը ամեն անգամ ես արձագանքում էի։ Ամեն անգամ արձագանքում էի։ Ուզում եմ ուղղակի մի ակնարկ անեմ Անգեի մաշկարայությունից, երբ որ Անգեն մաշկարյանում է Իսրայել ժողովրդի համար եւ ասում է վեր ելեք սարը եւ փայտ բերեք Տիրոջ տունը կառուցելու համար, Անգեի առաջի գլուխ 14-րդ համարի մեջ մենք տեսնում ենք, երբ որ իրանք լսում ու արձագանքում են, Աստծո խոսքը ասում է եւ Տերը արթնացրեց Զորաբաբելի եւ Հեսու քահանայի հոգին եւ բոլոր ժողովրդի հոգին եւ իրանք ելան ու կանգնան Տիրոջ գործը գործելու համար։ Երբ այդ ամենը տեղի ունեցավ, երբ որ իրանք լսեցին ու արձագանքեցին, երբ որ իրանք լսեցին ու որոշում կայացրեցին, երբ որ իրանք լսեցին ու իրանք տեղերից շարժվան, շատ անգամ այն ինչը մենք ուզում ենք ոչ թե գալու է հանգարցակի, այլ մենք սկսելու ենք գործել ու շարժվել, մենք աղաղակելու ենք, մենք կանգնելու ենք, մենք պատասխանատվություն ենք վերցնելու ու այդ ժամանակ մեր հոգիները կարթնանա։ Սամարացի կինը լսելով հանդերձ իր հոգին արթնացավ եւ ինքը գնաց Սամարիա այդ արթնությունը տանելու համար։ Իսրայել ժողովուրդը Անգեի մաշկարայությունը լսելով իրանց հոգիները արթնացավ ու Աստծո խոսքը ասում է, որ Տերը արթնացրեց, որովհետեւ իրանք լսեցին ու արձագանքեցին։ Երբ որ մենք նույնպես լսում ու արձագանքում ենք, Տերը արթնացնում է մեր հոգիները։ Մեկ ուրիշ պատմություն, որը ուզում եմ ակնարկելով առաջ անցնեմ, Գործք առաքելոց գրքի մեջ մենք հանդիպում ենք Սողոսի ապաշխարությանը, երբ որ Տերը հանդիպում ունեցավ Սողոսի հետ, ով հետագայում Պողոս կոչվեց։ Սողոսը մեկն էր, ով հալածող էր, բայց ինքը դարձավ հալածվող, բայց կրեց Աստծո հոգու կրակը իր կյանքի մեջ։ Ինչու համար, որովհետև Հիսուսը իր այդ հանդիպում էր ունեցել։ Գիտեք, ուզում եմ ամեն մեկիդ հարց տամ։ Ինչ ես հասկանում ասելով իրական հանդիպում։ Ու երբ ես ունեցել այդ իրական հանդիպումը։ Մենք ամեն անգամ գուցե ունենում ենք մասսամ, գուցե ունենում ենք մաս առ մաս, գուցե ունենում ենք որոշակի, բայց գալիս է մի պահ, որ մենք փափագում ենք ավելիին։ Գալիս է մի պահ, որ մենք աղաղակելու ենք ավելիի համար։ Գիտեք, իրականության մեջ մենք ամեն մեկս ունեցել ենք նրա այդ հանդիպում, բայց գալիս է մի պահ, որի մեջ մենք ունենք կարիք աղաղակելու Տիրոջը եւ ասելու. Տեր, ես ուզում եմ հանդիպում, որը ոչ միայն կարթնացնի ինձ, այլ կարթնացնի այս ազգը, կարթնացնի եկեղեցին, կարթնացնի իմ շրջապատի մարդկանց, կբերի մի հատ նոր արթնության ընթացք, կբերի մի հատ հզոր փոփոխություն։ Ուզում եմ այս պատգամի միջոցով ամեն մեկից կյանքի մեջ գա այս խանդավառությունը, արթնություն բերող հանդիպում, որին փափագենք մենք ամեն մեկս, արթնություն բերող հանդիպում, որի համար մենք աղաղակենք ամեն մեկս Տիրոջը, ոչ թե կենտրոնացած մեր խնդիրների ու մեր դժվարությունների վրա, այլ կենտրոնացած նրա կամքի վրա։ Ու գիտեք, շատ անգամ Հիսուս իր ծառայության ժամանակ, իր ծառայության մեջ մարդկանց վերցնում էր իրանց գտնված վիճակից ու տանում էր իր կամքի մեջ։ Ոչ թե պատասխանում էր իր ունեցած հարցերին, այլ տանում էր այն կամքի մեջ, որ Աստծո կամքն է։ Տանում էր այն նպատակի մեջ, որ Աստծո կամքի համաձայն է։ Ու մենք տեսնում ենք անգամ Սամարացի կնոջ կարիքը, ոչ թե ինքը լրացրեց, տվեց ջուր, որ այլևս ինքը չէր կա ջուր անելու, այլ ինքը տվեց կյանքի ջրի աղբյուրը եւ հայտնություն, թե ով է Մեսիան, ու այդ պատճառով փոխվեց իր կյանքը։ Նույնը Պողոս առաքյալը, Սողոսը, ով գուցե մտածում էր, ոչ թե գուցե, այլ հաստատ ինքը մտածում էր, ինքը Աստծո գործն է անում։ Ինքը հալածում է աղանդավորներին, մեղավորներին, ինքը հալածում է հերձվածողներին, ու երկնային տեսիլքը, երբ որ եկավ, իրան ասելու էր. Պողոս, Աբրես, Դամասկոսը վերջացրա, հետո ուրիշ տեղ կուղարկեմ։ Գուցե սա էր իր ակնկալիքը, մտածածը։ Մինչ Հիսուսի հետ հանդիպում ունենալը, ինքը ես վստահ եմ մտածում էր, որ ինքը Աստծո կամքն է անում։ Դրա համար համարձակությամբ գործում էր, բայց երբ որ հանդիպեց Հիսուսին, փոխվեց իր կյանքը։ Երբ որ մենք հանդիպում ենք Հիսուսին, փոխվում է մեր մտածելակերպը։ Գիտեք, մի կարևոր բան ասեմ, որը մի հատ միտք է, որը չեմ հիշում որտեղից եմ վերցրել կամ որտեղ եմ լսել կամ գուցե իմ մեջ է ձևակերպվել, մի հատ միտք կա, որ ասում է. դու քո ունեցած գործիքներով, որը ունես, չես կարող նորը կառուցել, մինչև չփոխես այդ գործիքները։
մինչև չփոխես սովորությունները, մինչև չփոխես մտածելակերպը, հասկացողությունը։ Եթե ամեն անգամ դու մի բան ես արել եւ չես հաջողվել, դու սկսելու ես անել այլ կերպ։ Դու ունենալու ես նրա հետ ավելի իրական հանդիպում, մեկ ուրիշ ձևով նրան մոտենալու ու այդ գործը անելու համար։ Մենք տեսնում ենք Պողոսի կյանքը նույնպես փոխվեց։ Մեկ ուրիշ պատմություն 3-րդ թագավորաց գրքից 19-րդ գլուխ 19-ից 21-րդ համարը։ Եղիան երկնքից կրակ իջեցնելուց հետո, Տիրոջ հետ իրական հանդիպում ունենալուց հետո լեռան վրա ինքը եկավ Եղիսեի մոտ։ Եվ Եղիսեի կողքով անցնելով իր պատմուճանը գցեց Եղիսեի վրա։ Գիտեք, սա էլ մի ինչ որ ձևով հանդիպում էր։ Հանդիպում Տիրոջ հետ, հանդիպում Աստծո ծառայի հետ, որը իրականում փոխեց Եղիսեի կյանքը։ Այս համարը, երբ որ մենք կարդում ենք, մենք տեսնում ենք Եղիսեն ինքը վազեց Եղիայի հետևից, ասաց ես քո հետևից կգամ, դե Եղիայի պատասխանն էր, ինչ ես ուզում, ես քեզ ոչինչ չեմ ասել, գնա ինձանից, բայց Եղիսեն գիտեր ինչ է նշանակում այդ օծության պատմուճանի հպումը իրան։ Գիտեք, շատ անգամ գուցե դու սպասում ես անձամբ Հիսուսի հետ այդ իրական մեծ եւ զորավոր հանդիպմանը, բայց այն Աստծո ծառաները, ովքեր հպվում են քեզ, այն Աստծո ծառաները, ովքեր խոսում են քո հետ, ովքեր աղոթում են քո համար, սա մի միջոց է, որպես դու որոշում կայացնես։ Գիտեք, շատ անգամ մարդիկ ասում են, ինչու համար այս ձևի բան տեղի ունեցավ ու մարդու կյանքը փոխվեց։ Գիտեք, ավելի շատ ոչ թե ինչ որ բան տեղի ունենալու հետ էր կապված, ավելի շատ կապված էր այդ մարդու որոշման հետ, որովհետև շատերի հետ շատ բաներ տեղի է ունենում, բայց մարդիկ լուրջ որոշում չեն կայացնում։ Այսինքն որոշումն է մարդու կյանքի ընթացքը փոխողը, ու մենք տեսնում ենք Եղիսեն ինքը թեև զբաղված էր, ինքը գործ ուներ, ինքը եզների հետ լուծեր կապե իր վրա ու հող էր երգում, բայց ինքը ասաց ես ամեն բան կթողնեմ ու կգամ, ինքը զոհաբերություն արեց, եզներից մեկը մորթեց, գործիքներով կրակ վառեց, զոհ արեց, բաժանեց այդ կերակուրը ու ինքը գնաց Եղիայի հետևից։ Սա ինչ որ ձևով մի հատ հպում էր իր կյանքի մեջ, հանդիպում Աստծո ծառաների հետ, ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում նույնպես նշանակում է կյանքի փոփոխություն։ Ուզում եմ մի օրինակ եւս բերեմ, հետո իմ կյանքից մի օրինակ կբերեմ ու կվերջացնեմ։ Հետաքրքիր է, երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքին, մենք տեսնում ենք Տիմոթեոսի հանդիպումը Պողոսի հետ։ Մենք տեսնում ենք Մարգոսի հանդիպումը Պետրոսի եւ Պողոսի հետ։ Գիտեք, Մարգոսը, որին մենք նայում ենք, Պողոսը մերժեց իրան, այլևս իր հետ չտարավ, երբ որ դուք նայում եք պատմությունը, Մարգոսը շատ հզոր Աստծո ծառա դարձավ։ Այո, Պողոսը իրան մերժեց, բայց Մարգոսը այդ ամեն ինչից դաս սովորելով ինքը Ալեքսանդրիայում հիմնադրեց մեծ եկեղեցի, որի եպիսկոպոսը դարձավ։ Ինքը նահատակվեց, իրան կապեցին ձիուց եւ քաշեցին ու այդ կերպ ինքը նահատակվեց հանուն Քրիստոսի։ Իր համար պատմությունը վկայում է, որ ինքը այնքան համարձակ էր Տիրոջ խոսքը հետանոսների մեջ խոսելու համար, որ իր համար ասում էին առյուծ Մարգոս։ Այո, հենց պես էին ասում, առյուծ Մարգոս, այնքան խիզախ ու համարձակ մեկն էր ինքը, ինչու համար, որովհետև ինքը ունեցել էր հանդիպում Պողոսի եւ Պետրոսի հետ, ովքեր կանգնած էին ավետարանի համար, ովքեր իրանց կյանքը դրել էին ավետարանի համար։ Ուզում եմ մի օրինակ բերեմ եկեղեցու պատմությունից շատ կարճ օրինակ։ Սմիթ Վիգլսվորթ, ով Աստծո հզոր ծառա էր, երբ որ իր հետ հանդիպում է ունենում Դեյվիդ Դուգլասը եւ Լեստեր Սամբրալը, իրանց կյանքերը փոխվում է։ Այս երկու հզոր ազնվորությունը Դեյվիդ Դուգլասը ինքը եղել է Սուրբ Հոգու երկրորդ ալիքի, կարելի ասել հիմնադիրը կամ առաջնորդներից մեկը, ով երբ որ հանդիպում է ունենում Սմիթ Վիգլսվորթի հետ, Սմիթ Վիգլսվորթը իր վրա մաշկարյանում եւ ասում է. Տերը մի նոր գործ է անելու այս երկրի վրա ու դու դրա մեջ առաջնային դեր ես ունենալու։ Այս մաշկարեությունը տեղի է ունենում 33 թվականին ու 60 թվականին, 1960 թվականին Դեյվիդ Դուգլասը սկսում է ամբողջովին մտնել իր ծառայության մեջ։ Բայց կարևոր մի բան, որի մասին պատմությունը վկայում է, այս մաշկարեությունից հետո ինքը ամեն օր պատրաստվում է այդ մեծ գործի համար։ Մի խոսք, մի մաշկարյական պատգամ լսելուց հետո, հանդիպելով մի Աստծո ծառայի, իր կյանքը փոխվում է, ինչպես փոխվեց Եղիսեի կյանքը, նույնը Լեստեր Սամբրալի կյանքը, հանդիպելով Սմիթ Վիգլսվորթի հետ, ամեն անգամ իրանից օրհնություն վերցնելով, փոխվում է իր կյանքը։
Ու եթե լսել եք իր վկայությունը, ինքը գեղեցիկ ձևով է ներկայացնում, ասում է, երբ որ Անգլիայից ինձ վդարում էին 39 թվականին, քանի որ պատերազմ էր, ես գնացի Սմիթ Վիգլսվորթի մոտ։ Ասացի, պարոն, ես հեռանալու եմ Անգլիայից պատերազմի պատճառով։ Ասում է, ինքը բռնեց ձեռքս ու իր հետ ինձ սեղմելով ծնկի վրա բերեց։ Ու ասում է 30 րոպե շարունակ իր ձեռքերը դրած իմ վրա օրհնում էր ասելով, Տեր, թող իր կյանքի մեջ հզորություն լինի, Տեր, այն ինչ հավատք որ տվել ես ինձ, թող իր կյանքի մեջ դրսևորվի, հոգու պտուղներն ու պաշկևները գործեն։ Ասում է 30 րոպե շարունակ օրհնում էր ինձ։ Մի հանդիպում, թեև շատ էին հանդիպում ունեցել, բայց այդ հանդիպման մասին է ինքը խոսում, մի հանդիպում եւ փոխեց իր կյանքը։ Գիտեք, իրականության մեջ մենք շատ անգամ պետք է փափագենք Հիսուսի հետ իրական հանդիպում ունենալու, բայց Աստծո ծառաների հետ քայլելը նույնպես փոխում է մեր կյանքը։ Ուզում եմ մի օրինակ պատմեմ իմ կյանքից, կներեք, իհարկե այս օրինակը երբեք մանրամասը չեմ պատմի ու հիմա էլ չեմ պատմի, ուղղակի կանդրադառնամ այն բաժնին, որը կապ ունի այս պատկամի հետ։ 2000 թվականին մեր սիրելի հետերքուրը զանգեց մեր տուն։ Զանգեց մեր տուն ու ասաց, Աշոտ ջան, Ռաֆի եղբոր հետ գալու են Գյումրի եւ ուզում են քո հետ հանդիպել։ Ես գտնվում էի մի հատ վիճակի մեջ, որ աղոթում էի Տիրոջը, Տեր, եթե քո կամքն է, որ դու ուզում ես ես սկսեմ ծառայություն, ուրեմն մի Աստծո մաշտու միջոցով հաստատի, որ իրականում դու ես առաջնորդում ինձ։ Կարծես Տիրոջ առաջ պայման էի դրել, որպեսզի խուսափեի ծառայելուց, որովհետև շատ անգամ ասում եմ, ավելի անկես միջավայրերի մեջ ասել եմ, ես նայում էի մարդկանց հակած, կապած կոստյումով, թիգներ, ասում էի Տեր Աստված, իրան վերցրա թող ծառայի, ես իրան կօգնեմ, իմ հետ ինչ գործ ունես, նյար, բարակ մարակ, խեղճ ու կրակ, չգիտեմ, կյանքի շատ փորձ չունեցող մի հատ երիտասարդ տղա էի, Աստված ինձ միշտ ասում էր, ես իրանց տեղը գիտեմ, դու իրանց սպասթող, ես ուզում եմ դու անես այդ գործը։ Ու Տիրոջ առաջ կարծես աղոթքով եկել էի, Տեր, եթե քո կամքն է, մի Աստծո ծառա թող հաստատի այդ մասին։ Ու հետերքուրը ընդամենը մի քանի օր հետո զանգեց։ Հետերքրոջը 90-ական թվականներից ճանաչում եմ։ Ասաց Աշոտ ջան, գալու են Գյումրի, ուզում են քո հետ հանդիպել։ Ռաֆի եղբորը ճանաչում ես, դե ասացի հա, շուտ իրան տեսել եմ, ուսուցումներ է տվել, բայց անձամբ ծանոթ չեմ, բայց ուրախացա, ասացի արեք, դեռ չգիտեի ինչ էր տեղի ունենալու։ Հիշում եմ, հետերքույրը եկավ Ռաֆի եղբոր հետ, գնացինք մի կերպ ճանապարհը, որտեղ որ պայմանավորվել ենք, տեսանք Ռաֆի եղբորը, եկավ մեր տուն, նստանք, սկսեցինք զրուցել։ Բավականին լավ հաղորդակցություն ունեցանք, միասին հաց կերանք, հետո հիշում եմ, վերջում էլանք, ասաց մի հատ էլ աղոթենք ու բաժանվենք։ Կանգնանք աղոթքի, Ռաֆի եղբայրը աղոթեց մեր համար, աղոթեց օրհնեց ինձ, իմ ընտանիքը, եւ վերջում հիշում եմ մի խոսք ասաց արա այնպես, ինչպես Աստված քեզ առաջնորդել է։ Աստծո կամքն է, որպես դու եկեղեցում ծառայես ու հովիվ լինես։ Գիտեք, այդ խոսքերը փոխեցին իմ կյանքը։ Ես աղոթում եմ, Տեր, եթե քո կամքն է, որ ես եկեղեցի եմ սկսելու ծառայելու եմ քեզ, թող որևէ Աստծո ծառա հաստատի այդ պատկամը, այդ խոսքը, ու Ռաֆի եղբայրը կարծես թե գրեթե նույն բառերով ասում է, որ Աստծո կամքն է սկսիր եկեղեցի։ Գիտեք, Աստծո ծառայի հետ մեկ հանդիպումը Գյումրիում բարձրացրեց եկեղեցի։ Իհարկե դրանից հետո շատ հանդիպումներ ենք ունեցել, Ռաֆի եղբայրը եղել է մեր ավագ հովիվը, բայց ամեն բան սկսվեց այդ մեկ հանդիպումով։ Դրանից հետո ես քաջալերված մենակ հավաքույթ էի անում։ Այո, մենակ քարոզումը փառաբանում էի, բայց քաջալերված էի, որովհետև գիտեի Աստծո կամքն է։ Այսօր շատ անգամ, երբ որ ես լսում եմ մարդիկ 2 հոգով, 3 հոգով հավաքվում են, նոր ընթացքի մեջ են, քաջալերում եմ իրանց, ասում եմ ես մենակ եմ քարոզել։ Անկամ մայրս հիշում եմ, մի անգամ իս խենտի տեղ դրեց, երբ որ մենակ քարոզում էի։ Ավելի նեղ շրջապատի մեջ ավելի կպատմեմ ձեզ այս մասին։ Բայց Աստծո ծառայի հետ մի հանդիպումը փոխեց իմ կյանքը։ Գիտեք, իրականության մեջ Տիրոջ գործելավոճը ու Տիրոջ ճանապարհը սա է։ Ամեն անգամ, երբ որ դուք կլսեք մաշկարյական պատկամ, ամեն անգամ, երբ որ որևէ Աստծո ծառայի հետ կխորհրդակցեք, որևէ Աստծո ծառա ձեզ կքաջալերի ինչ-որ բանի մեջ, սա մի հանդիպում է Աստծո կամքի հետ, որի ուղղությամբ դու շարժվելու ես քո օրհնությունը գտնելու համար։
ու շնորհակալ եմ Աստծուց այդ հանդիպման համար ու այդ հանդիպման պատճառով այսօր Գյումրիում ունենք հրաշալի եկեղեցի եւ ես էլ Աստծո շնորհքով այսօր ձեզ եմ քարոզում։ Պատճառը այդ մի զանգներ։ Եթե ինչ որտեղ, սա իհարկե հումորով ասեմ ու աղոթենք, եթե ինչ որտեղ, ինչ որ բանով դժգոհ կլինեք ինձանից, մեղավորը այդ երկուրն է, որովհետև ինքն է զանգը, թեև Աստծո կամքն է, բայց այդ առումով մեղավորը ինքն է։ Գիտեք, այսինքն Աստված ինքը տարբեր ձևերով է գործում, Աստված տարբեր ձևերով է գործում, ու մենք որպես Աստծո զավակներ կանգնելու եւ նրան ասելու ենք. Տեր, թող քո կամքը լինի։ Ուզում եմ հարցնեմ, քանիսիդ կյանքի մեջ մաշկարիական խոսք կա։ Շարժվեք այդ ուղղությամբ։ Քանիսիդ վկայություն ունեք, որ Տերը ձեզ կանչել է զորավոր ձևով օգտագործելու, շարժվեք այդ ուղղությամբ։ Շարունակեք փնտրել նրա այդ իրական հանդիպում, նորից ու նորից ամեն օրվա հաղորդակցություն իր հետ, ու շարժվեք այն ուղղությամբ, որի համար Տերը ձեզ կանչել է, ու կգա ժամանակներ ու կանցնեն տարիները, ու դուք ձեզ կգտնեք այն կետի ու այն ճանապարհի վրա, որի համար Տերը ձեզ կանչել է։ Ամեն։ Ուզում եմ ոտքի կանգնենք աղոթքի համար։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ, մենք օրհնում ենք հավիտենական անունը, Տեր։ Մենք բարձրացնում ենք հավիտենական անունը, Տեր։ Մենք մեծարում ենք քեզ։ Շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ քեզանից։ Ուզում եմ ամեն մեկը այսօր այս աղոթքի միջոցով փափակեք այն իրական հանդիպմանը։ Այստեղ կան շատ Աստծո ծառաներ, որ ուզեցեք անգամ իրանց միջոցով Տերը խոսի ձեր հետ։ Շատերիդ կյանքի մեջ շատ ու շատ Աստծո ծառաների միջոցով ուղղակի պատկամ է տեղի ունեցել։ Խորհուրդ եք ստացել, կանգնեք այդ որոշումների մեջ առաջ շարժվելու համար։ Հավիտենական Աստված, մենք շնորհակալ ենք քեզ։ Մենք շնորհակալ ենք քեզ։ Եվ սիրելի Հիսուս, այսօր քո եկեղեցին քո ներկայության մեջ ուզում է այն իրական հանդիպումը, իրական հաղորդակցությունը որոշելով կակնել անկեղծության մեջ, որոշելով հրաժարվել ամեն պատնեշներից, ամեն խոչընդոտներից եւ խանգարող հանգամանքներից, ուղղակի ընդունել քո պարգևը, ընդունել քո օրհնությունը, ընդունել քո շնորհը եւ համարձակորեն հայտարել եւ ասել. այո Տեր, դու ընտրել ես ինձ քո փառքի համար։ Այո Տեր, դու ընտրել ես ինձ քո փառքի համար։ Քանիսդ կարող եք համարձակորեն ասել. այո Տեր, դու ընտրել ես ինձ քո փառքի համար։ Եթե կարող ես ուղղակի քո աղոթքը բարձրացրա դեպի երկինք եւ ասա. այո Տեր, դու ընտրել ես ինձ քո փառքի համար։ Այո Տեր, դու սպասում ես ինձ իմ աղոթքի սենյակի մեջ։ Այո Տեր, դու շատ ու շատ անգամներ իմ հետ ունեցել ես իրական հանդիպում եւ նորից ու նորից ավելի իրական հանդիպում ես ունենալու։ Այո Տեր, շատ Աստծո մարդիկ խոսել են իմ կյանքի մեջ, մաշկարիացել են եւ Տեր Հիսուսի անունով այսօր ես ամուր բռնում եմ այդ խոսքը։ Այսօր ես ամուր բռնում եմ այդ խոսքը։ Սիրելի եկեղեցի, շարունակիր վերհիշելով այդ մաշկարիական պատգամները, մոտենալ Տիրոջը, մոտենալ նրա հետ ունենալով իրական անկեղծ հաղորդակցություն, շարունակիր աղաղակել նրան, շարունակիր կանչել նրա անունը։ Շնորհակալ եմ հավիտենական Արքա, շնորհակալ եմ հավիտենական Արքա։ Ուզում եմ որպես շարունակես աղոթել եւ միաժամանակ լսեց մի վկայություն, որը կպատմեմ քեզ։ Մոտ 2 կամ 3 տարի առաջ էր։ Աղոթքի ժամանակ մի Աստծո ծառա մաշկարիացավ իմ համար։ Եվ մաշկարյանալով ասաց ճիշտ այն, ինչ այս վերջի 2-3 տարվա ընթացքում տեղի է ունեցել իմ կյանքի մեջ։ Ես հիշում եմ այդ մաշկարայությունից հետո ես շատ տխուր էի։ Մյուսները ում համար մաշկարիացել էր, իրանք ուրախ էին, որովհետև շատ հրաշալի խոսքեր էր ասել իրանց համար։
Իմ համար ասած մաշկարիական պատկամը նույնպես շատ հրաշալի ու շատ զորավոր էր, բայց ես տխուր էի, ես աղոթում էի Տիրոջը, ասում էի Տեր, այն կինը, որ վճարվելու է իրականում թանկ է, այն կինը, որը վճարվելու է իրականում թանկ է, ու ես չեմ ուզենա, որպես այդ կինը վճարվի, բայց գիտեք իմ մեջ կար մի որոշում, որքան էլ դժվար լինի, դու գիտես, որ ես համաձայն եմ քո հետ։ Տեսականորեն գուցե ես մերժում եմ, տեսականորեն գուցե ասում եմ, Տեր դժվար է, այդ կինը մեծ է, այդ փոփոխության մեջ գնալը դժվար է, այդ պատասխանատվությունը մեծ է, բայց իմ սրտում կար նաև մի անկեղծ աղաղակ, Տեր դու գիտես, որ ես համաձայն եմ քո կամքի հետ ինչ էլ որ լինի։ Ուզում եմ, որպեսզի ամեն մեկիդ կյանքի մեջ այս աղաղակը լինի։ Տեր, ես համաձայն եմ քո կամքի հետ ինչ էլ որ լինի։ Այո, անգամ եթե Տերը քեզ առաջնորդի սամարացի կնոջ պես թակելու մարդկանց տան դռները, եթե Տերը քեզ առաջնորդի համարձակություն վերցնես որևէ հիվանդի համար աղոթելու, եթե Տերը քեզ առաջնորդի որևէ մեկին պատկամ տանելու համար, եթե Տերը քեզ առաջնորդի մի հատուկ ծառայության մեջ, թեև գիտես, որ դժվար է, գիտես, որ գինես վճարելու, բայց սրտիդ մի անկյունում ուղղակի նրան ասա, այո Տեր, ես համաձայն եմ, ու եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր իրականում ու անկեղծորեն ասում են նրան, խնդրում եմ ձեր ձեռքերը վեր բարձրացրեք և ասեք, այո Տեր, ես համաձայն եմ, այո Տեր, ես համաձայն եմ, թող լինի էլ ավելի իրական հանդիպում և ես համաձայն եմ անցնելու այդ ճանապարհը, ես համաձայն եմ քո Աստծո մաշտու միջոցով եկած մաշկարիական պատգամից բռնվելու, ես համաձայն եմ օծության պատմուճանի հպումով կակնելու և շարժվելու քո կամքի հետևից, ես համաձայն եմ Տիմոթեոսի պես լինելու Պողոսի աշակերտը, ես համաձայն եմ Մարգոսի պես քայլելու Պետրոսի և Պողոսի հետ և անգամ եթե մերժվեմ էլ Պողոսի կողմից, նորից կակնեմ քո գործի մեջ, գիտեք Աստված ուզում է մեր ամեն մեկի կյանքի մեջ տեսնել են համարձակ վճռականությունը, տեսնել մի բան, որը ինքը փնտրում է, տեսնել մի անկեղծ որոշում և անկեղծ նվիրում, որը ինքը փնտրում է, եթե երբևէ խորես, ինչու համար ամբողջ Սյուքեմ քաղաքից, այդ փոքր Սյուքեմ քաղաքից, որը գուցե մի քանի 100 կամ մի քանի 1000 բնակիչ ուներ, Հիսուսը թեև հոգնած էր, բայց սպասեց այդ կնոջը, որովհետև այդ կնոջ մեջ կար մի բան, որ ինքը այլևս հոգնել էր ապրելու այն կյանքը, որով ինքը ապրում էր, որ ինքը այլևս հոգնել էր իմանալու, որ Մեսիան գալու է ու սպասեր իրեն, ինքը ուզում էր մի նոր հանդիպում Մեսիայի հետ, իր սրտի մի անկյունում կար մի հատ անկեղծություն, որը իրականում փնտրում էր Տիրոջը, թե ինչպես երկրպագի իրեն, որ փոխվի իր կյանքը, որովհետև իր տված հարցերը իրականում հոգևոր հարցեր էին, իր տված հարցերը սուրբ գրային էին, ինքը իր մեջ ուներ հավատքը և գիտեր Աստծո խոսքը և Աստծո կամքը, թեև ապրում էր մեղավոր կյանքով, բայց ինքը փնտրում էր Մեսիային, եթե քո փափագը նրա հետ իրական հանդիպում ունենալն է, որպեսզի լուսավորվես և լուսավորես, այդ հանդիպումը տեղի է ունենալու, որպեսզի օրհնվես և փոխանցես այդ օրհնությունը, այդ հանդիպումը տեղի է ունենալու, Սիրելի Հիսուս, մենք շնորհակալ ենք քեզ, մենք օրհնում ենք քեզ, մենք բարձրացնում ենք քեզ, և դու նայում ես այստեղ գտնվող ամեն մեկի սրտին, Տեր, ամեն մեկի սրտին, և ես ուզում եմ առաջինը որպես քո ծառա ուղղակի աղաղակել և ասել քեզ, որ այո Տեր, ես ուզում եմ այն հանդիպումը, որը ոչ միայն արթնության մեջ կպահի ինձ, այլ կարթնացնի այս ժողովուրդը, ես ուզում եմ այն հանդիպումը, որը կարթնացնի այս ազգը, որը կարթնացնի այս երկիրը, այո Տեր, ես ուզում եմ այդ հանդիպումը, հոլ ամի, շնորհակալ եմ Հիսուս,
Շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս, քանիսից սիրտն է իրականում խանդավառ այդ հանդիպման համար, քանիստ եք իրականում ուզում այդ հանդիպումը եւ խանդավառված եք այդ հանդիպումով, քանիստ եք ուզում այդ իրական հանդիպումը, որի միջոցով ոչ միայն դուք կխանդավառվեք եւ կարթնանաք, այլ կարթնացնեք այս ազգը։ Սիրելի Հիսուս, այս ժողովուրդը քո առաջ է, այս ժողովուրդը քո առաջ է, եւ դու տեսնում ես այն ամեն սրտերը, այո Տեր քո խոսքի համաձայն, ես նրանց մարտահրավեր եմ նետում եւ բերում եմ քո առաջ, բայց սրտերը իմացող Աստվածը դու ես, սրտերը քննող Աստվածը դու ես, եւ խնդրում եմ սիրելի Սուրբ Հոգի, տեսնելով ամեն մեկի սիրտը քո խոսքի համաձայն, արթնացրու ամեն մեկին, արթնացրու ամեն մեկին, արթնացրու ամեն մեկին Տեր, շնորհակալ եմ 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 հավիտենական արքա, շնորհակալ եմ հավիտենական թագավոր, շնորհակալ եմ քեզ, ուզում եմ մի բան հարցնեմ քեզ, ովքեր որ իրականում ուզում են, ովքեր որ իրականում ուզում են, եւ իրանց սրտի մեջ կա ցանկություն նրա այդ իրական հանդիպում ունենալու, եւ ովքեր որ իրականում ուզում են որպես նշան նրա այդ իրական հանդիպման փապակի քայլ անեն դեպի առաջ, կարող են առաջ գան աղոթքի համար։ Խնդրում եմ, որպեսզի իմ կոչս հասկանաս եւ հասկանալով անես այդ գործը, ովքեր իրապես ուզում են այդ հանդիպումը, շնորհակալ եմ հավիտենական արքա, մինչև դու կգաս ուզում եմ մի բան ասեմ, անկեղծությունը նաեւ այն է, որ դու անում ես այն, ինչ իրականում քո սրտի մեջ կա, ոչ թե անում ես, որովհետև կոչ հնչվեց, ոչ թե անում ես, որովհետև մարդկանց առաջ հաճելի է դա, ոչ թե անում ես, որովհետև ուզում ես ուղղակի երևալ, այլ ինքդ քո հետ անկեղծ ես։ Ու եթե անկեղծ ես, խնդրում եմ, որպեսզի առաջ գաս։ Այո, եղիր նաև անկեղծ ու քո տեղում մնա, դա էլ է անկեղծություն։ Այն ինչը որ կա քո սրտում, այն ինչը որ կա քո սրտում, շնորհակալ եմ սիրելի Հիսուս, շնորհակալ եմ հավիտենական արքա, մենք օրհնում ենք քեզ, մենք օրհնում ենք քեզ, մենք օրհնում ենք քեզ, մենք բարձրացնում ենք քեզ,